Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր նոյեմբերի 8։ Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում։ 2 Կորինթացիս 12:9 խոսք։ Մեր թուլությունը պետք է գնահատվի որպես մի վայր, որտեղ կարող է դրսևորվել աստվածային զորությունը։ Մենք երբեք չէինք իմանա շնորհի զորությունը, եթե չզգայինք մեր սեփական բնույթի թուլությունը։ Օրհնյալ լինի Տերը, մարմնի փշերի և սատանայի պատգամաբերի համար, երբ դրանք մեզ տանում են դեպի Աստծո զորությունը։ Սա մեր Տիրոջ բերանից ասված թանկարժեք խոսքեր են։ Այն հեղինակին ուրախությունից ծիծաղեցրեց։ Աստծո շնորհը բավարար է ինձ համար, ես այդպես եմ կարծում։ Միթե երկինքը բավարար չէ թռչնի համար և օվկիանոսը ձկան համար։ Նա, ով բավարար է ամեն ինչի համար, բավարար է նաև իմ ամենամեծ կարիքի համար։ Նա, ով բավարար է երկրի և երկնքի համար, անկասկած կարող է բավարարել ինձ նման խեղճ որդին։ Ուրեմն, եկեք դիմենք մեր Աստծուն և նրա շնորհին։ Եթե նա չհեռացնի մեր վիշտը, նա մեզ ուժ կտա այն կրելու համար։ Նրա զորությունը թափվում է մեր մեջ, մինչև որ որդը կոտրի լեռները և ոչնչությունը հաղթի բոլոր հզորներին ու ուժեղներին։ Մեզ համար ավելի լավ է ունենալ Աստծո զորությունը, քան մեր սեփականը, քանի որ նույնիսկ եթե մենք 1000 անգամ ավելի ուժեղ լինենք, քան կանք, դա ոչինչ չէր նշանակի թշնամու առջև, և նույնիսկ եթե մենք ավելի թույլ լինեինք, քան կանք, ինչը դժվար թե հնարավոր լինի, այնուամենայնիվ մենք կարող ենք ամեն ինչ անել Քրիստոսի միջոցով։